Այսօրից կնորանա և պաշտպանյալի հետապնդման, քաղաքական հետապնդման 2 տարի։ Ունիսի 15-ին զրպականվեց արմենաշնությանը և այդ ժամանակ ես էի պաշտպան հանդիսանում, քիչ մի քանի օրից միացան իմ գոլեգանները, հայտարարեմ այս պետական նիստերի դավիճում բազմաթիվ անգամ այս հարցը քննարկելիս ասել եմ, վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, ունի այս նպատակներ, դրա իրավական բովանդակություն այս գործը չի ունեցել և չունենք։ Նաև հայտարարել եմ այլ կրկնեմ, որ երբ որ անձը քաղաքական բանտարկյալ է, նրա ազատության հարցը լուծվում է այլ կերպ, ոչ թե իրավական ընթացակարգերով, զուտ իրավական ընթացակարգերով։ Քաղաքական բանտարկյալը ազատազրկված պետք է դառնա ավելի վտանգավոր, քան ազատության մեջ կարող է լինել։ Կամ այդպիսին պետք է ընկալեն նրանք, ովքեր որ դա նախաձեռնել են։ Այդպիսի դեպքը ոչ կիմանանք այսօր, ես չեմ ուզում առաջ ընկնել, բայց որպեսզի նաև զուտ ելույթ չլինի քաղաքական հետապնդումների և լրացիված իմ կարծիքով այստեղ ներկաները գոյակապ դա գիտեն և չկրկնեն հայտնի բաներ, պետք է ասեմ, որ վերջին բոլոր ձեր որոշումները իմ կողմից վիճարկվել են վերաքննիչ ակցիանում, այնուհետև վերաքննիչին է վճռաբեկում, բացի 1 թե 2 դեպքերից պայմանավորված ու տեխնիկական պատճառներով և ինչպես բոլոր գիտենք, թողնվել են անփոփոխ կամ տրվել են ոչ դեպքերում մեկնաբանություններ, ոչ այլ։ Այս անգամ ևս ունենք մեկնաբանություն ձեր վերջին որոշման վերաբերյալ։ Վերաքննիչ հայրապետության դատարանը գտել է, որ նույն հիմքերով, ինչպես որ դուք երկարացրել եք, կայացրել ձեր վերջի որոշումը, այլևս չի կարող երկարացվել։ Այդպես է պատճառաբանել վերաքննիչ հայրապետության դատարանը, ինչը մեզ հույս է տալի, որ այսօր վերջապես գոնե հետապնդում իհարկե չի դադարեցի, բայց անազատությունը վերջո 2 տարի, թե 2 տարեկով դավարտվի մեր պաշտպանյալի։ Կարծիքով դուք այդ որոշումը հոյակապ գիտեք, ստացել եք, չկրկնեմ հիմա, իմ գոլեգաներն որոշակի չափով կանադառնան, ես ուղղակի զարմանքն եմ հայտնում մեր հարգելի դատախազության դիրքորոշման վերաբերյալ, որովհետև այդ որոշման մի օրինակը հաստատապես ստացել են նաև իրենք, վճռաբեկ ողջ են ներկայացրել։ Այսինքն, ուղղակի կամանուղակի, եթե ոչ մեր հարգելի մեղադրողը, ապա գլխավոր դատախազության դերականները, որ իրավասու են վճռաբեկ ողջ ներկայացնելու, կամ դրա կարիքի չեն տեսել, կամ համաձայնվել են վերաքննիչակորუფցիոն դատարանի այն դիրքորոշմանը, որ այլևս այս վիճակով, այս պայմաններում չի կարող երկարացվել թե այն կարող։ Բայց եմ ասում, միասնական դատախազական համակարգը երևի ճարքեր է տվել, մեղմ ասած, կամ ողքարկեք, անհամաձայնությունը հայտնեք, կամ մեր հարգելի մեղադրողին վատ վիճակի մեջ մի դրեք։ Այսքանը ես պնդում եմ հակառակ վերաքննիչակորუფցիոն դատարանի որոշումներից, որ հետապնդումը քաղաքական է, բոլոր կապնման միջոցները, և տնային կալանքը, և գդալը, և բացակայելու արգելքը ենթակային վերացման։